Վերջերս մեզ հարց տվեցին, այսքան խոսում եք ներդրումներից, արդյոք պետքա դիտարկել նաև բիտկոին ու կրիպտո արժույթներ այս ամենի մեջ, այսինքն պորտֆելի մեջ, եթե ունենք չգիտեմ տարբեր տիպի արժույթներ, գուցե բաժի նաև կրիպտո ունենալ։ Կրիպտոից տենց առանձնապես մեծ խորացված գիտելիքներ կամ մասնագիտացած փորձ չունենք, բայց կարող ենք նայել զուտ ֆինանսական տվյալները, ստատիստիկաները, թե ոնց է այդ արժեթուղթը աշխատել տարիների ընթացքում, հա, այսինքն եթե էմոցիաները մի կողմ դնենք, գաղափարները եւ այլն, զուտ նայենք ստատիստիկային, հա, ինչա տեղ ունեցել։ Համատել ենք 3 այլ արժեթղթերի հետ, ու սովորաբար ինչ են արժեթուղթը, ինչ է իրանից ներկայացնում, զուտ որպես եկամուտը ոնց է ձևավորում, դիվիդենդները եթե մի կողմ դնենք, մենք ունենք գնի աճ, հա, այսինքն տարեկան քանի տոկոսով աճում է արժեթուղթը, ունենք նաև տատանողականություն, այսինքն volatility կոչվածը, որը սովորաբար չափում է ստանդարտ շեղումով, standard deviation, հա, դա մեր ռիսկն է տալիս, այսինքն ունենք աճը, ռիսկը, ու երրորդ բանը, որ մեր համար շատ կարևոր է, դա կոռելացիան է, այսինքն այս ակտիվի կոռելացիան ուրիշ ակտիվների հետ, ինչու է դա հետաքրքիր, այդտեղ կարող ենք հասկանալ, այսինքն դիվերսիֆիկացիայի առումով, եթե մենք ավելացնենք այս երրորդ ակտիվը կամ ավելացնենք ինչ-որ մի ակտիվ պորտֆելի մեջ, պորտֆելի վրա ոնց է դա ազդում, հա, հիմա նայենք թվերով, առաջինը եկամտաբերությունն է, իհարկե բիտկոինը մասնավորապես ունեցել է շատ բարձր եկամտաբերությունը 10 տարվա տարիների ընթացքում մոտավորապես 50-ից 60% եկամտաբերություն է միջինացված տարեկաց, որը շատ բարձր է։ Եթե հավանենք եկամտաբերություն Nasdaq-ի հետ, S&P-ի հետ, մոտավորապես տենց S&P-ն 13-ից 14% է տարեկան եղել, Nasdaq-ը 10 տարվա 19-ից 20, այսինքն բիտկոին մոտավորապես 60, 14 եւ 20 Nasdaq։ Ոսկին օրինակ ունեցել է 10% տարեկան։ Հիմա նայենք ռիսկայնությանը, այսինքն այդտեղ ինչ է տեղ ունենում։ Բիտկոինի ռիսկայնությունը մոտավորապես 65-ից 70% է, տատանումներ է եղել ստանդարտ շահում 65-ից 70%։ Տատանումները S&P 500 15-ից 17%, տատանումները Nasdaq ավելի բարձր մոտավորապես 20, ոսկին 15-ից 17։ Այսինքն բարձր եկամտաբերություն, ոնց միշտ բարձր ռիսկ։ Եվ երրորդը վերցնենք կոռելացիաները, այսինքն կոռելացիաները, որ ստեղ նայում ենք, մանավանդ սկզբնական կոռելացիաները այլ ակտիվների հետ բավականին ցածր էին, բիտկոինն ու Nasdaq-ը ու այլ ավելի, այսպես ասած, տրադիցիոնալ արժեթղթեր, բավականին ցածր էր, մոտավորապես տենց 0.25-ի կողմերներ, 0.20-0.30, որը բավականին ցածր է, որը լավ է դիվերսիֆիկացիայի տեսանկյունից։ Վերջի տարիների ընթացքում, բայց այդ կոռելացիան շատ է աճել, հա, S&P-ի հետ, Nasdaq-ի հետ, օրինակ կոռելացիան 0.5-ի է հասնում, հա, այսինքն ոնց Nasdaq-ն է զարգանում, նույնիսկ բիտկոինի վրա 0.5-ով կոռելացիա կա, այդ որը դիվերսիֆիկացիայի առումով մի քիչ նվազել է այդ պլյուսերը, որ բիտկոինը առաջ ուներ։ Հիմա այս ամեն ինչը ամփոփելով ինչ կարելի է ասել։ Մեկ իհարկե բիտկոինը կապված է մեր ինչ-որ չափով հեռանկարների հետ, ինքը չունի կանխիկ հոսքեր, յուրաքանչյուր ներդրում սովորաբար ունի կանխիկ հոսքեր, առնում ենք, չգիտեմ, անշարժ բարձով ենք տալիս, կանխիկ հոսք է գալիս, առնում ենք բաժնետոմս, դիվիդենդ է տալիս, առնում ենք պարտատոմս, եկամուտ է տալիս, տարեկան արժեքտրոն, վարձակալությամբ տուն ենք տալիս, գալիս է վարձը։ Մի ակտիվը, որը չի տալիս կանխիկ հոսք, դա ոսկին է ու իհարկե բիտկոինը։ Պլյուս բիտկոինը նույնպես ոնց որ ոսկին, ինքը պրոդուկտիվ ակտիվ չէ։ Այնտեղ մի ծուլված մի մետաղի կտոր է, բիտկոինը եւս առանձնապես ինքը ասես պրոդուկտիվ ինչ-որ բան չի արտադրում, հա, այսինքն ինչ-որ արժեք չի ստեղծում ինքն իրեն։ Բայց իհարկե կարելի է մտածել, որ մյուս կողմից ինքը ապագայում դառնալու է, չգիտեմ, փողի փոխարեն օգտագործել ենք բոլորս բիտկոին։ Ստեղ մենք ունենք ինչ որոշ չափով վերապահումներ, ինչու տենց ինչ խնդիրների դա հանգի, խնդիրներից մեկը այն է, որ ոչ բանկային ոլորտը, ոչ կենտրոնական բանկերը սովորաբար առանձնապես ոգեշնչել չեն սցենարից։ Դες որ այդ առումով բարձր ռիսկ, բարձր եկամտաբերություն, եթե այդ ախորժակ ունենք ռիսկի,
Երկրորդը, իհարկե կոռելացիաները դրական են, բայց ոնց որ միշտ ասում ենք, ամեն ինչ պետք է լինի դիվերսիֆիկացված, չափավոր, նախօրոք պետք է հասկանանք ինչա այս ամեն ինչը նշանակում պորտֆելի կտրվածքով, ոնց է մեր պորտֆելը ազդելու, եթե ավելացնենք մեջը Bitcoin, ինչքան չափով։ Այդ ամիջը շատ կոմպլեքս չթվա, կարող վերցնենք նույն ChatGPT կամ այլ ինչ-որ գործիքով, որ օգտագործում ենք, ասենք եթե ունենք sense պորտֆելը պարտատոմսերով, բաժնետոմսերով, չգիտեմ, այլ արժեթղթերով, եթե ավելացնենք այսքան Bitcoin, այսքան տոկոս, ինչ տեղի կունենա իր ռիսկի հետ պորտֆելի եւ ինչ տեղի կունենա իր այդ պորտֆելի եկամտաբերության հետ։ Եվ այդ ըստ այդ արդեն արձագանքի պատասխանի արդեն կորոշեք ինչքան պետք է, պետք չի եւ ինչ չափով։ Դե հուսամ այս մոտեցումը ինչ-որ չափով հետաքրքիր էր, օգտագործելի էր ու կապ մեջ կտնենք իհարկե։ Լավ որ ձեզ